երկու հարց կա կարևոր քաղբանտարկյալների հետ կապված։ Մեկը կա սենց ինչ որ մարդկանց մեջ բան, որ դե լավ է այս ընտրություններից առաջ, հա, հետո էլի կհանգստանա։ Հա, ընտրություններից առաջ, հա, բայց ընտրություններից հետո էլ ավելի քիչ զսպող բաներ, եթե հաղթեց, այո, շատ ավելի քիչ են լինելու զսպող, շատ ավելի ուժեղ են լինելու բռնաճնշումները, շատ ավելի համակարգային են լինելու, շատ են լինելու եւ զսպող մեխանիզմներ բնականաբար չեն լինելու։ Եթե այս պահին գիտենք, որ այդ մարդը, այդ անձը ունի միայն մեկ գերնպատակ դա իշխանությունը պահելն է եւ այս պահին, չգիտեմ, թեկուզ բռնաճնշումը կարող է երկու ընտրողի համոզել, որ չէ, ամեն դեպքում այս ժողովրդավարության դիմակի տակ եկածը բռնապետ է եւ չարժե իրեն ընտրել, եթե գոնե դա կարող է իրեն այս պահին մի քիչ զսպել, ընտրություններից հետո ես այլ որևէ զսպող մեխանիզմ չեմ պատկերացնում։